Մեծացուս է անձնիմ աստր, և ցնծաս է հոգիմ աստուծով հրկչարիմով, զանճարել է լոսոմայ, և զգնակարան անսկզնակից որդվույն, օրնությամ մեծացուցանեմ, զանհաստ նորինության մայր, և զանձնավոր կաչար աստուծո բանին, օրնությամ մեծացուցանենք, փառքով և որդվով և հոգվույն սրբով, այժմև միշտ և հավիտյանս հավիտեմից ամեն, զբոլորից փրկության մայր, որ զանտանելին հեյից հարգանդի եբարց, օրնությամ մեծացուցանենք։ Այսօր տոն է, 6-րդ էջ։ Այսօր տոն է, սուրբ ծննդյան, ավետիս յառաններում, և հայտնության, ավետիս, այսօր սուրբին, արդարության, ավետիս, երևեցավ, իմ մեջ մարդկան, ավետիս, այսօր սուրբ կույս, անապական, ավետիս, ծնավ եպեր, զանմարկայն, ավետիս, այսօր հրեշտակ, երկնիցիչան, ավետիս, աննեզորնեն, զանմարկայն, ավետիս, Քրիստոս ծնավ, և այնեցավ։ 8-րդ էջ, արեգակ նարդարության։ Արեգակ նարդարության, ի Հայաստան ծագյալ, պայծառացուցել սուրբ զեկեղեցի, հեղմամ արյան սրբոց, մաղթանոք սոցա, խնայայի մեզ, պարգևատ ու բարյաց, և ողորմյա քո արարածոց, պանծալից սուրբ ծավակոք, հովիվ քնձվարդունք, հոգվույն շիջուցին ըսբոստ, ըստ կրակապաշտ պարսիստ,
մաղթանոք սոցա խնայայինես, պահարկեվատ ու բարյաց և որմյա քոարարածոց, արդևական տեսանողին Առաջագույն ազդեցությամբ Սաբատորթիս սրբույն Գրիգորի պհսակ ազարդ տեսյալ մաղթանոք սոցա խնայայինես պահարկեվատ ու բարյաց և որմյա Սրանք այս շարականը և այս մեկը երկնային հրավիրակող Բարքանաց տոնի երկող շարականներ են։ Երկնային հրավիրակող կոչեցյալ սկզբանը հրկական բանին պատմող և բարձանք Հայաստանյայց դասակցյալ ընձորս անմարմնականաց Ասվիշապնան դնդային նմանյալ հարավոնին զգազանացյալս թագավորն գործակցող չարին սուզյալ սաղթական երկեն զորնությունս յան հավատոզին ու վարյալ մամիկոնյան զորավարին աշխարհորեն պատերազմին ախոյան եկեղեցվոր անճարիստ երկեն ժառանգորդ բարյաց Բասում եք հետո է գրվել շարականը տոնը եղել է, բայց շարականների մի մասը հետո է գրվել երկել են ուրիշ շարականներ այդ տոնի շնորհալին որոշ բաներ որ մի անգամից չի կազմել մեր բոլոր գրքերը շարականագիրքը, ժամերգությունների գիրքը օրինակ արևագալի շարականներ կան չէ՞ այստեղ որ մենք երգում ենք բայց քիչ ենք երգում Էդ էլի շնորհալին է գրել, նույնիսկ ինքը գրել է երգերը, հետո այդ ամեն մի երգը ունի հորդորակ, ավելի մեղմ, ավելի ծավալով փոքր էլի, ավելի հեշտ երգվող։ Դա կազմվել է արդեն 17-րդ դարի սկզբին։ Այսինքն կամաց-կամաց է էլի այս ամեն ինչը մտել բանի մեջ, իրավության մեջ։ Իսկ մի անգամից 5-րդ դարում ունեցել ենք, Մեսրոպ Մաշտոցի շարականներ գրել է, Սահակ Փախևը գրել է, Մանդակունին այնտեղ խարոզներ գրել, որդներ գրել եւ այլն, բայց լրիվ չի կազմել։ Նույնիսկ օրինակ 7-րդ, 8-րդ դարերում կարգին տենց կանոնավորված չի եղել, ասենք տարբեր եկեղեցիներից եթե հավաքվել են միասին ժամերգություն անելու, նույն տոնի վերաբերյալ տարբեր տեղեր տարբեր բաներ երգում։ Այստեղից երգերը նույնիսկ կողմից չեն կարողացել պատասխանը երգել։ Այս բաները կանոնավորել են, կամաց-կամաց տենց բան են արել։ Իսկ հիմա որ ուզենք գրել դերեր, կարան գրեն էլի շարականներ։ Ճիշտ ասած գրել են 20-րդ դարում ապրիլյան նահատակների այդ տոնի կապակցությամբ գրել են, բայց ոչ այստեղ Անտիլիասի կաթողիկոսության բանում։ Այսինքն բաց է, կարան գրել։ Ճիշտ ասած բաց չի։ Տաթևացին, Գրիգոր Տաթևացին 14-15-րդ դարում ա եղել ինքը ոնց որ ասած կանոնը փակել, ասել է այսքանը հերիք է, այսքանը բավական է։ Որտեվ հոգին այն ձևով ինչ որ գործում էր մինչ այդ
ցավոք սրտի նվազում է կամաց էլի, հա, ճիշտ է, էլի սուրբեր լինում են, էլի տես լավ հավատացյալ եւ կաթողիկոս եւ եպիսկոպոս եւ վարդապետ լինում է, բայց դե այն բանը չէ, էլի, դավանական առումով եւ այն պետք է ամեն ինչ ճշգրիտ լինի, որը ժամանակին պահպանվել է, ժանրի հարցեր կա, իհարկե, նույնիսկ շատ շարականներ, որ Տաթևացու ժամանակ գրվել են, ինքը խոտան է համարել. Այսինքն նրանց մեջ ինչ-որ վնասակար բան է։ Բայց որոշ պատարակի կոմիտասյան պատարակը նորա չէ գրվել 20։ Կոմիտասի Մեղեդին է գրվել։ Մեղեդին է։ Եկմալյանն էլ է գրել կոմիտասներ, այս 20-րդ դարում 2-3 ուրիշ պատարակ։ Մեխանեջյանն էլ է գրել, հա։ Այսինքն հիմա որ մեկը ուզենա պատարակի երաժշտություն գրի, կարող է երաժշտությունը ուրիշ բան է, տեքստի խնդիրն է, երկեցողությունը ուրիշ բան է, այդ բուն աղոթքների, շարականների, սրա նույնը մնա, կարան տոնը մի քիչ փոխեն։ Մեղեդիները կարող են փոխել։ Ուրես մայրին, ինձ թվում է սա էլ է երգում, ճիշտ է մի քիչ բան է, բարդ է, բայց երգում եք։ Ուրես մայրին, քաղցր եւ անուշ, սերծը Ասում եք դժվար է, լավ էլ երգում եք։ Դա Աստված միշտ հետներդ լավ երգողներ լինեն, ոչ թե մի, այլ մի քանի։ Նոր ծաղիկ։ Նոր ծաղիկ պայծառ Lord,
16 էջը Աստվածածին ամպ լուսավոր Աստվածածին ամպ լուսավոր որս ցողն կենաց հեղեր հերկիր բանավոր եւ զնախամորն շիջուցեր պարտյասնսուր անդադար ձայնիվ սկեզ բարեբանենք եւ հոգեվոր երկով մեծացուցանենք տեղի անտանելի բանին եւ երկիր վայրափակ հորում լույս ագանիցի եւ արևելք արեգական արդարության անդադար ձայնիվ սկեզ բարեբանենք եւ հոգեվոր երկով մեծացուցանենք սկեզ կատարումն մարգարեից կուսական կոցննդյան որոբնությանս կակտեցանորենք հրաբուն սևիցն փոխադրյալ իլուսը ջեմ խորանց անդադար ձայնիվ սկեզ բարեբանենք եւ հոգեվոր երկով մեծացուցանենք Այս վերջի ես իմ ձևով երկեցի, որովհետև ստեղ նոտաները հա ուրիշ ձևով են նոտագրված։ Տասնութ էջը, այսօր ցնցան երկնայինքն։ Այսօր ցնցան երկնայինք եւ բարարյալի բարձունց երկեն զերքս հոգևորս հավուր ծննդյան սրբու Voin այսօր վերին անսիով գոչեն ձեր կասրոբեից ձերեք սրճյան ասելով հավուր ծննդյան սրբու Այսօր աստեղ և լուսին ընդարև ու հրջվելով գովենս լույս իհոր է հավուր ծննդյան լուսո մոր Խնկի ծառին նման ես Խնկի ծառին նման ես Պտուղ դու կաղծրամ ես Զբարի պտուղ դերյալ ես Աստվածածին մեղաքես դու անյութ սրոբե ես հասնի հերկինս ես զաստված մարմնով ծնյալ ես Աստվածածին մեղաքես դու հոր դարատ աղբյուր ես ծարավելոց հետի արգումն ես մեղավորած Հավիչ ես Աստվածածին մեր
այսքանով։ Թե մի հատ էր։ Ուզում եք ես վերջին երկերից մեկն եմ։ Հա մի հատ էլ դրից երկինք։ Լավ տուր։ Սրանք գիտենք, բայց երկի։ Շատ լավ, բայց հեշտ է երկենք, թե դժվար է։ Չգիտեմ դժվար որ Վերջին երկուսը շատ լավ, այո։ Որտեվ շատերս գիտենք էլի դա։ Քահանայք եւ ժողովուրդ։ Քահանայք եւ ժողովուրդ հայցեմ տիկեմ էր բարեգութ անդնանջեց յալսան հավատով անկալասանով իմ հուսով Երուսաղեմ քաղաք վերին որում արկարկալ ժողովին հասվել ելքել միշտ ընդնոսին երորդու յանտիրյակ անտին իվերին Երուսաղեմ իբնակարանս վեշտակած ուր ենով և Ելիաս կանցեկացյալ աղավնակեր իր դրախտին եդենական պայծառացյալ արժանապես որմած վերվորմյա հոծաններ նանջեցելոց Որդնով մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Սուրբ Ելիցի անուն քո եկեսը արքայություն քո Ելիցին կամքո որպես երկինց երկրի Ստացմեր անապազոր դուր մեզ այսօր Թող մեզ սպարտից մեր որպես և մեր թողունք մերոց պարտապանած և մի տանիր մեզի փորձություն Զիքորի արքայություն և զորություն և պարկ հավիտյանս, ամեն ըստ գործը զեղացներոց ուղի ғարայինս, և ըստ գործը զեղացներոց հաջողյանս, ամեն ի խորոտ սրտի խոսք աստծո հետ արդ դեր զորության մեծություն ահեղ աներկայելի տեսավորություն
կամք ամենաբաշխ եւ առատություն աննվազելի, ով կկարենա բարերգության ճոխ հանդեսով տոնել ցողի մի կաթիլ նիսկ քո բարության, քո, որ շարունակ զբաղված ես ինձ փրկության միջոց ճար պատրաստելով, բայց պիտի գրեմ մեծ առավել, որպեսզի պատմվի եւ ապագայում, հրեշտակասեր չանվանվեցիր դու, թեև հիմնեցիր պետությունները նրանց համորեն, ոչ էլ երբևէ ասացիր, թե քո մատների գործը երկինքն է սիրում իր լապտերներով, որպես առավել մեծ գովեստների արժանի պատիվ մարդասիրությունը նախընտրեցիր, որով կրկնապես փառավորեցիր անունդ անճար վսեմ խորհրդով։ Լուսակերպարան հրեշտակներին սպասավորներ կոչեցիր, հատուկ մատակարարման վերակացուներ, իսկ մահկանացու երկրածիններիս պերջազարդեցիր մեծի տիրական ու աստվածային պաշտելի անվան։ Չափի ու կշռի սահմաններն անցնող վերին ծայրագուն քո անապական բարության ծորմամբ ներշնչեցիր քեզ հորինել ճար ու կտակներ անբավ։ Այլ նաև մեկը էականներից, երբ որ մարդացար, զեղեցիր ոմանց հենց իրենց համար, իսկ ոմանց այլոց առատաշնոր կյանքի պարգևներ, հրաշքներ պես, ըսքանչելիքներ աստվածագործ եւ նորանշաններ ճշմարտատեսի։ Եթե գտալով ողորմեցիր դու այն թերահավատ անդամալույցին, տեսնելով, որ քեզ դիմում են նրան խնամողները հույս ու հավատով, որքան առավել զորավոր պիտի լինի խոսքը քո ամենակարող, մաքրելու համար մարմին նախտահար, քեզ հառաջաձայն աղաղան կողմից, քանզի առավել մեծ հրաշք է Տեր, արդեն լվացված պատկերն անարատ զերծ պահել աղբի ներգործությունից, քան սրբագործել անմաքուր հոգին։ Մանավանդ նախորդն ավելանալով ավազանի լույս շնորհի վրա բարձրացնում է փառքը հայրենի։ Դու ես Տեր գթած, որ մաքրում ես մեզ, ինչպես նախորոք, որպես օրինակ ցուցաբերեցիր այդ քո ընտրյալի Մովսեսի վրա։ Դու էիր այն, որ աներունության ու մեղքերի մեջ վերահասկեցիր Հակոբի տոհմին, երբ Եգիպտոսում ընտանում էին նրանք խավարին հեթանոսության։ Մեղավորներին լուսավորելով դու ես բերում միշտ ճիշտ ճանապարհին, երկհասած Դավթի խոսքի համաձայն, դու ես փոխարկում սրտի քարեղեն կարծրությունը լույս կակղության մարմին, որ կարող լինի խոսքը տնկունելու։ Դու ես ընձեռել կարենում այլ սիրտ եւ մի ճանապարհ, որ ամբողջ կյանքում երկնչենք քեզնից։ Դու ես ներշնչում երկյուղը բոլոր խստամիտներին, որ ուժ դնեն քեզ, անսան հավատով մարգարեների խոսքի համաձայն։ Քո աշխարհաստեղծ բերանի օրհնյալ շրթունքների սուրբ ու կենդանարաշիտ անձրևային, որպես բանալի ցողիր դռներին իմ լսողության եւ բուժիր իսպար թույնից խորամանկ մենք բանսարկուին։ Դու, որ ամենքին շնորհում ես ձիրք ընտիր խոսելու, ամենակարող ձեռքովդ օժտիր ինձ ձայնի զորությամբ, որ պատ շաչապես տիրապետելով խոսքի արվեստին, չլինի հանկարծ, մեր նախավոր պես վայրախոսելով հանդուգն ու անկարգ, քո հույսից զրկված ու հաղթահարված որսողի կողմից մատնվել լքման ու անբանության։ Կարկառելով քո աչքը կենսաձիր, լուսավորիր Տեր կրկին խավարած աչքերը հոգուս, որպեսզի հանկարծ վիշապի շնչից մարած լապտերով համարձակության չստորածածկվեմ գրվանի ներքո։ Հան արատներն ու չարությունն իմ ողջ, նետիր ընկղմիր խորքերը ծովի, որ փոքր է անչափ քո աստվածային մեծության հանդեպ։ Հաստատիր հավատ ու վստահություն կործանվածից մեջ, որպեսզի կոթոլ հուսահատության վեր չխոյանա, որպես ազդարար ծածուկ աղբերիս։ Բաց, հզոր, գթած, աչքերիս առաջ կյանքի ուսմունքը քո ամենավույժ, որ կորստական բողբոջներն իմ մեջ արմատից հնձես կամքիդ մանգաղով։ Պետրոսի նման Աստված բոլորի, կամեցակ հայրերս ուղղել դեպի քեզ, խորասուզվեցի սակայն աշխարհիս մեղսածուկ ծովի խոլ հորձանքներում։ Հասիր օգնության ու սասանվածից մեկնիր ձեռքը քո ամենակեցուց։ Քանանոհու պես աղեխար ձայնով սրտիս խորքերից պաղատում եմ քեզ, որպես սովատանջ ամենաթշվար կաղկանձող նիշան, քո ամենազեղ ու ճոխ սեղանի հացի փշրանքից բաժին համ եւ ինձ։ Դու Տեր, որ եկար, որպեսզի փնտրես ու կյանք տաս նորից կորուսյալներին, փրկիր մի թեղեն խորանին վշտոտ դառնացած հոգու, քանի որ քոնն է։ Եվ մեծությունը, եւ զորությունը, եւ հաղթությունը, դու ես քավություն եւ բժշկություն, եւ նորոգություն, եւ երանություն, քեզ վայել է փառք,
երկրպագություն հավիտյանս ամեն։ Այսօր ուզում եմ ձեզ հետ զրուցել Եսայի մարգարեության մասին։ Չգիտեմ, քանիսն է ձեզանից կարդացել, բոլոր կարդացել եք Եսայի մարգարեությունը։ Իհարկե ոչ։ Ես անգամ բայց ինչքան եք հասկացելու, ինչ եք հիշում այդ։ իրեմ մոտակ։ Տանտենան ինչ է։ Լավ, միջև մարգարեության մասին խոսելը, մի քանի մեր հանդիպումներից մի քանից առաջ ես Գրիգոր Նարեկացու Մատյանի մասին խոսեցի, ասի մեծ հարերով որ դինի չէ։ Այսօր։ Ես դրանից եմ ուզում։ Հա, որտեղ փոքր ունեմ մոտս վերև ունեմ։ Հա, խոստովանեմ, որ ես վերջերս սկսել եմ մի քիչ ակտիվ դառնալ դեր մեծ կողմի բնակչությունը։ Իսկ թվում է հաջողված է։ Բան չունեմ։ Դեր մեծ շոպը առաջ է տարել, հա, ավելի Դե Ինքը տեքստին շատ հարազատ է մնացել։ ու մեկ էլ հողմներն անում այլ որ մեկ ասվածի։ Համակարգիչը ոչ մի չեմ։ Խերանյանի մոտ էլ դա է։ Խերանյանը։ Հա, պարզապես իր մոտ ավելի այսպես մի քիչ աստվածաբանական այդ բոլոր իմաստները ճիշտ պահպանված են, էլի։ Շատ լավ։ Ինչի եմ Եսայի մարգարեության մասին խոսում։ Ընդհանրապես ինչի ենք 5 կտակարանյան գրքերի մասին խոսում։ Քրիստոնյաներից ոմանք երբեմն 5 կտակարան նայում են որպես հрьяաների մասին, հрьяաների համար եւ ինչ որտեղ ավելորդ են համարում այն կարդալը, մի քիչ նեղացած, որ ինչ են այդքան ուշադրություն դարձնում այդ ազգի վրա եւ այլն, բայց դա ճիշտ չի իհարկե, որտեղ 5 կտակարանը նախապատրաստությունն է նոր կտակարանի։ Մանավանդ մարգարեությունները իրենք ոչ միայն վերաբերում են հենց Իսրայելի ժողովրդին, ոչ միայն վերաբերում են իր հարևան ժողովուրդներին ընդհանրապես, այլ մանավանդ նաև Մեսիայի գալուստն են նախանշում, առանձնապես դրա մեջ կարելի է հենց Եսայի մարգարեությունը մատնանշել, որովհետև եթե նոր կտակարանում 5 կտակարանից վկայություններ կան, հղումներ կան, ամենաշատը այս գրքից է, Եսայի մարգարեությունից։ Հենց Հիսուս ինքն էլ անշուշտ վկայություններ բերում է, նույնիսկ երբ որ ժողովարանում հիշում եք, իրեն տվեցին գիրքը ինքը, հա, այո, բացեց, կարդաց հենց այն հատվածը, որ իրեն էր վերաբերում եւ ասաց, որ այն ինչ որ գրված էր, ձեր աչքերի առաջ արդեն կատարված է։ Առաջին գլխի առաջին համարի մեջ տեսեք ինչ է ասում։ Ամոսի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսավ Հրեաստանի եւ Երուսաղեմի վրա, երբ Հրեաստանում թագավորում էին Օզիան, Հովաթամը, Աքազը եւ Եզեկիան։ Սա 8-րդ դարը թե 8-րդ դարը։ Երեմիայից հետո էր թե առաջ։ չէ, Առաջ։ Հա։ 8-րդ դարում հիմնականում սկսել են մարգարեությունները, իրենց առաջ 1-2 փոքր մարգարեներ կան։ Իրավա թակավորը այդ վրացման։ Այս 4 հոգին էին՝ Օզիան, Հովաթամը, Աքազը եւ Եզեկիան։ Եսայի բառը ինքը նշանակում է Եշայա, այդպես է կարդացում իրենց բանով, Տերը փրկում է։ Այսինքն իրենց անունները բոլորը իմաստ ունեն, համարյա բոլորը որոշակի ինչ որ մի բան են ու շատ անուններ կան, որ կապված են աստվածության հետ, Աստծո հետ, Աստծո անվան հետ եւ նաեւ փրկության հետ։ Ինքը ազնվական ընտանիքից էր եւ արտոնություններ անգամ թագավորական ընտանիք մտնելու, արքայական ընտանիք մտնելու, թագավորին դիմավորելու կամ տեսնելու եւ այլն։ Իր ծնունդը ճշգրիտ հայտնի չէ, բայց ենթադրվում է մոտավորապես 770-ից 760 թվականների արարքում։ Այսինքն երբ որ սկսել է մարգարեանալ 742 թվականին, ինքը մոտավորապես երևի մի 25-ից 30 տարեկան, ոչ ավելի, այդ տարիքի մոտավորապես երիտասարդ էր փաստորեն։ Ինքը Հուդայի ցեղից էր եւ Երուսաղեմաբնակ, դրա համար Երուսաղեմը շատ էր սիրում եւ Երուսաղեմի մեջ իր մարգարեությունները երևում են շատ այդպես սիրով, շատ հարգանքով, այդպես եւ մեծ փափագով, որ այն ազատվի, որ այն մի խոսքով չնվաճվի օտար երկրացիների կողմից։ Եվ մի տեսիլք է տեսնում ինքը, դրանից հետո ինքը կանչվում է մարգարեական այդ պաշտոնի, առաքելությանը։ Այսինքն, այսպես ասեմ, ինքը իրեն համարում է պղծաշուրջ, այսպես որ ինքը չի կարող էլ իր մեղքերը եւ այլն նաեւ խոսքով մեղանչելը իրեն թույլ չի տալիս, որ Աստծո խոսքը տարածի, բայց Աստված հրեշտակի միջոցով Զոհարանի, Զոհասեղանի վրայից մի հատ ունելիով այդ
բանը կրակ է վերցնում, բերում շրթունքների մոտեցնում, ասում է քո շրթունքները մաքրվեցին, դու մի խոսքով կարող ես արդեն գնալ եւ մարգարյանալ։ Իմիջիալից այդ երևույթը ամեն անգամ պատարագի ժամանակ կատարվում է։ Երբ որ ավետարանը պատտեցվում է բանով, սուրբ սեղանի հետևում, վերաբերում է կատարվում, վերվում է, գիտեք, այնտեղ ներքևում մեկը համբուրում է, չէ՞։ Այդ մեկը այն անձն է, որը պետք է կարդա մարգարեությունը եւ մաքրվում է։ Այսինքն այս Եսայի մարգարեությունի միջից այդ բանը հիմա պատարագի ժամանակ ամեն անգամ կրկնվում է փաստորեն։ Մի խոսքով այդ շրջանը 740-ից մինչև 700 թվականները մոտավորապես շատ ծանր ժամանակաշրջան էին։ Այդ ընթացքում մի պատերազմ է տեղի ունենում Հյուսիսային Հրեաստանի եւ Հարավային, այսինքն այդ երկու թագավորությունների միջև խնդիրը հետեւյալն է։ Հյուսիսային թագավորությունը ուզում էր, որ իրենց ինչ-որ իմաստով միանան, իրենց կարգ ու կանոնը ընդունեն, իրենք մի քիչ արդեն հեռացել էին հրեական օրենքներից որոշ չափով։ Հուդայի եւ Երուսաղեմի մասին։ Հաստորեն Հրեաստանի եւ Իսրայելի։ Իսրայելը կոչվում դերին թագավորությունը, Հյուսիսայինը։ Հուդան կամ Հրեաստան նույնն է։ Ահա, Հուդա կամ Հրեաստան այդ ներքև, որովհետեւ Հուդայի ցեղերը չէր, դրա համար Հուդայի անունով է կոչվում։ Այդտեղ 2.5 ցեղ է։ Իսրայել, Հրեաստան, հա։ Իսրայել եւ Հրեաստան։ Սամարյան չէ։ Չէ, Սամարյան Իսրայելի մեջ է։ Սամարյան Իսրայելի մեջ է։ Հյուսիսայինի մեջ է, այո։ Մի խոսքով այդ Հյուսիսային թագավորությունը ուզում էր ինչ-որ ձևով ենթարկեցնել Հարավայինին, եւ քանի որ Հարավայինը չի համաձայնվում, նրանք օգնության են կանչում Ասորեստանին, ասորական զորքերի հետ միասին, այդպես եղբայրացման մի հատ պատերազմ է տեղի ունենում։ Ոնց որ ասենք Ռուսաստան-Ուկրաինա, պատկերացրեք, ցավոք սրտի։ Եվ այդ ընթացքը մի հետաքրքիր ընթացք էր, որ եւ Ասորեստանն էր սպառնում Հուդայի երկրին, եւ նաեւ Եգիպտոսը։ Ասորեստանը արդեն բավական կայացած էր, Եգիպտոսը դեռ զարգացման փուլի մեջ էր, եւ Հուդան այսպեսի մի քայլ էր անում։ Մեկ նրան էր ապավինում, մեկ այն մյուսին ապավինում, էլի ճիշտ մեր ժամանակների նման էր, ոնց որ մեկ ռուսական, հա, եւ գիտեք ինչն է կարևոր, այստեղ կարևորը այն է, որ իրենք Աստծուն չէին ապավինում։ Սա է խնդիրը։ Աստծուց հեռացած մի վիճակ էր փաստորեն, որը բազմաթիվ անգամներ Եսային իր մարգարեության մեջ նշում է։ Գիտեք, Եզեկիելի մարգարեության մեջ այսպիսի մի բան կա գրված, որ անիցիալ է այն ազգը, որ իր հույսը դնում է ուրիշ ազգի վրա։ Անձի համար է ճիշտ, ազգի համար է ճիշտ, իր հույսը ուրիշ ազգի վրա դնող։ Այսինքն թողած Աստծուն իրենք մի խոսքով ինչ-որ ազգի վրա են։ Ճիշտ է, իրենք այս դիմումների ժամանակ, երբ որ դիմում էին Ասորեքին, երբ որ դիմում էին ասենք Եգիպտոսին, ձգտում էին իրենց ազգային նկարագրի վրա, դա չհազդեր։ Կրոնական ինչ-որ բանի զիջումների էլ չգնային, բայց այնուամենայնիվ եւ բարոյական եւ հոգեվոր իրենց կյանքի վրա այդ ամեն ինչի իր ազդեցությունը ցավոք սրտի թողնում էր։ Իսկ մարգարեացման այն վերջին տարիներին էր Սենեքերիմ թագավորը Ասորեստանի ներխուժում է Հուդա, գրավում է որոշ քաղաքներ, բավական մի խոսքով բարդ մի ժամանակահատված էր։ Ճիշտ է, ծանր ժամանակներ էին, բայց այնուամենայնիվ մարգարեն ինչ որ իմաստով իր, այսպես ասեմ, բարձրությունից չի իշխում։ Դրանց գրների քայքայման սկիզբներ էլի կարելի է։ Այո, հենց այդ ժամանակ որ վերջնականապես 580 թվին ընկավ, ճիշտ է։ Ժամանակ, այո, բանը նախ Հյուսիսային թագավորությունը բանարեց, կործանվեց, հենց այս ընթացքում, եւ հետո արդեն մի 150 տարի հետո մոտավորապես արդեն նաեւ Հարավային երկրորդ։ Այսինքն լրիվ թագավորությունները իրենք կորցնում են մոտավորապես մի 150 տարվա ընթացքում։ Սկզբից 728 թվականին Հյուսիսային թագավորությունը Բաբելոնը Ասորեստանը իր հետ կապ ունեն, թե իրար կողքին։ դա է տարբերությունը։ Իսկ Բաբելոնը այդ նավուդա ինչա դա հետո է էլի առաջ կա։ Ավելի հետ։ Ասորեստան, Եգիպտոս, Բաբելոն, ուրիշ 3 պետություն կար, հա։ Եգիպտոսը դե Աֆրիկա է։ Չէ, հասկանալ է Եգիպտոս որը երեք հիմնական թշնամիներ էին, որոնք Ասորեստանը, Բաբելոնը, հա։ Այո։ Բաբելոնը հիմիկ Ոճակն է։ Բաբելոնը Իրաք, հա երևի։ Բաբելոնը այդ տարածքներն են, ուղղակի հա, հա։ Հին շումեր, հա, շումերական այդ տարածքն է։
Մի խոսքով ինքը իր այդպես բարձր աստվածաբանական այդ դիրքից չի իջնում, ինքը որպես հասարակական բարեփոխիչ, որպես քաղաքական խորհրդատու, անշուշտ Աստծուն ապավինած, Աստծո առաջնորդությամբ շարունակում ունենալ իր բարձրության վրա։ Ընդհանրապես Եսայի մարգարեությունը կարելի ասել ճշմարտության վարդապետություն է։ Եվ այդ վարդապետության մեջ կարելի ասել դա առաջին անգամ շեշտվում է այն բանը, որ փրկությունը Աստծո շնորհն է, դա մարդկային ձեռքբերում չէ։ Մինչ այդ մարդուն թվում է, թե ինքը զոհաբերումների միջոցով եւ այլն մի խոսքով օրինական այդ կարգ ու կանոնը պահելու միջոցով կարող է իր անձը փրկել։ Բայց Եսային շեշտում է, որ չէ, դա աստվածային շնորհ է, ողորմություն է Աստծո, մարդուց պահանջում է ավելի շատ զղջում, ավելի շատ ապաշխարություն է պահանջում եւ մարգարեության ամբողջ ընթացքի մեջ այդպես ասվում է, որ ապաշխարության մասին։ Բայց դե մարգարեներում թե Մովսեսի բանի բախտ։ Մովսեսի ժամանակ մի քիչ այդ թեման այդքան չէր շոշափում, ավելի մարգարեների։ Մարգարեության մեջ ապաշխար։ Ով էլ մարգարեն, հենց Եսայի։ Դավիթի բախտվանից է երևի։ Դավիթը ինքը արդեն ապաշխարության սաղմոսներ է գրել։ Ուզում ասեմ Դավիթը ասում էլի։ Դավիթի ժամանակից շատ բան փոխվեց։ Դավիթի սաղմոսների մեջ ընդհանրապես շատ լուրջ աստվածաբանություն զարգացրեց, այդ իմաստով եթե իրեն հետևեին, բնականաբար ասենք Իսրայելի վիճակը շատ լավ կներ։ Եվ սաղմոսները ամբողջ այդ իր ընթացքում մինչև Քրիստոս եւ 1000 տարվա եւ Քրիստոսից հետո էլ 2000 տարին եկեղեցին միշտ պահպանել է իր բացության վրա, միշտ օգտագործել է։ Առաջին մեր ժամերգությունները հիմնականում սաղմոսատեսություններն են, հիմնականում։ Ուրեմն այս առումով մարգարեն ասում է, որ Հուդան, այսինքն Հուդայի երկիրը, եթե ինքը զղջա, եթե ինքը ապաշխարության այդ ընթացքը ողջագրի, անպայման ինքը Աստծո գթասրտության շնորհիվ այդ փրկությունը կգտնի։ Եվ փրկությունը, ես դրա մասին իհարկե մի քանի անգամ կանդրադառնամ, այստեղ չի հասկացվում զուտ Ասորեստանից փրկություն, Եգիպտոսից փրկություն կամ ընդհանրապես թշնամիներից, արտաքին այդ թշնամիներից, այլ ավելի ներքին թշնամից, ներքից ազատագրում, որը ամենակարևորն է, եւ սա իհարկե ավելի մարգարեության մեջ մի քանի տեղ շարունակ եւ մանավանդ վերջին հատվածներում ասում է, որ Մեսիայի միջոցով պիտի, Քրիստոսի միջոցով պիտի։ Դրա ծնունդն է այստեղ, դրա ծննդյան մասին է խոսում, իր փրկagorցության մասին է խոսում։ Այդ գլուխը ես կուզեմ հետո վերջում մի հատ ընթերցենք միասին։ Վերջը որ ասում է հույսի կրիանա։ Այո, եւ Էմանուել հենց Եսայի մարգարեության մեջ է դրա մասին ասում այո։ Բաղկացած է 66 գլուխներից։ Ծավալով, եթե Սաղմոսների գիրքը չհաշվենք, ամենածավալունն է, Աստվածաշնչի մեջ ամենածավալուն գիրքն է ինքը։ Եվ հիմնական երկու մասերի է բաժանվում։ Առաջին մասի մեջ ինքը Իսրայելի հուդայական ավելի ճիշտ պետության, այսինքն այդ հարավային թագավորության մոտալուտ կործանման մասին եւ ժողովրդի գերեվարման մասին է մարգարեանում։ Եվ երկրորդը վերադարձը Բաբելոնյան գերությունից, այսինքն ազատագրումը եւ Երուսաղեմի գալիք փառքը, որը պիտի տարածվի նաեւ հարևան ժողովուրդների, հետամասական այդ ժողովուրդների, այսինքն պիտի նաեւ նրանց հետ գրավի իրենց հավատքին։ Ուրեմն առաջին հատվածը, եթե կարդաք, շատ սպառնալիքներ կան, հենց Հուդային ուղղված եւ Հուդայի շրջակայքում գտնվող տարբեր ազգերին ուղղված, գիտեք ինչի համար։ Ի վերջո հետաքրքիր բան է, երբ որ Իսրայելը կամ որևէ ազգ ընդհանրապես մեղանչում է, Աստված թույլ է տալիս, որ կողքի ազգերից մեկը նրանց հետ խրատական, դաստիարակչական մի հատ հարված հասցնի։ Բայց այս ազգերն էլ իրենց թվում է, թե իրենք ուժեղ են, իրենք լավն են, իրենք ընտրյալ են, այլ որ այսպիսի հաջողություններ ունեն։ Չեն իմանալ, որ ձեռքի գործիք են, էլի։ Գազանության, այո, շատ այդպես իրավիճակներ են ստեղծում, որի համար Աստված հետո իրենց սպասում է։ Եվ այս բոլոր սպառնալիքները իրենց ուղղված դրա կապակցությամբ են, էլի, որ այդ ազգերը իրենց չափ ու սահմանից անցնում են։ Այ եթե մարդկային որակները պահպանեին, այսինքն լավ, դու ուզում ես նվաճես, ուզում ես տիրես, շատ լավ։ Կանոններ կան։ Նոր երախոն ապտակ տալու փոխարեն քաշտակցում առածած աշխանում էլի։ Այդ դաժանությունների համար փաստորեն պատիժներ եւ սպառնալիքներ եւ անշուշտ նաեւ Հուդային ուղված այլ ազգերի ուղված խոստումներ փրկության մասին, բայց այդ խոստումները շատ հեռուն են ձգվում արդեն, հասնում են Մեսիայի ժամանակներին, այսինքն Քրիստոսի ժամանակներին են հասնում։
Մի փոքր պատմական մեջբերում կա, երևի ովքեր կարդացել են կհիշեն, թե ինչպես երբ որ գալիս պաշարում են Երուսաղեմը, այնտեղ պատվիրակություն են ուղարկում ու սպառնալիքներով ասում, որ պիտի հանձնվեք, որովհետև մենք տեսեք ամբողջ այդ շրջակա ազգերին տիրել ենք, դուք հիմա ով եք, ում վրա է ձեր հույսը, Եգիպտոսի վրա է ձեր հույսը, ասորական այդ բաները մի խոսքով, եւ այստեղ հայհոյանքներ իրենց Աստծո հասցեին եւ այլ ձեր Աստվածն ով փրկի եւ այլն, այդ մի քանի գլուխներ դրա մասին են Եզեկիայի թագավորության ժամանակ է։ Եզեկիան շատ պատշաճ պահելով իրեն, երբ որ այդ նամակը ստանում են, նույնիսկ գրավոր նամակ են գրում, այդ սպառնալիքները եւ հայհոյանքները, տանում, այսպես տաճարում թռում է Աստծո առաջ, ծնկաչոք, արտաշվախարն արդյունքներով աղոթում է։ Եզեկիել նայա, որ 15 տարի կյանք է գարացնում։ Եզեկիան այո։ Եզեկիա։ Այո, հենց այդ թագավորը։ Ու այդ մասն էլ հենց դա էլ է պարունակում այդ հիվանդության եւ առողջացման բաները։ Եվ ասում է Տեր Աստված մի խոսքով կանոնում են հայհոյում եւ այլն, Աստված մի գիշերվա մեջ 185,000 զորք է կոտորում Քրեստոսի։ Թագավորը փախչում է, հետո իր զավակները ստանում են ու դրանք էլ փախչում են Հայաստան։ Երևի դրա մասին տեղյակ եք։ Ամենայն դեպս Հայաստանի մասին մի ակնարկ հենց Իսրայել Հայաստանը ասում է թե Արարատի երկիր։ Արարատի երկիր։ Հեսա մի բարգան Սանասար Բաղդասար։ Չէ, Սանասար Բաղդասարի, մեկը Սարմանասար է, թե ինչ է։ Հեսու նման մի բան։ Ուղղակի Սանասար չի, բայց Հա, ուղղակի Սանասար չի։ Մի բարգան հորը սպանում են գալիս Արարատի երկիր այդ էպիզոդը։ Ադրամելեկ եւ Սարասար։ Սանասար։ Իրենց որը սպանում են ասորիների Ասուրստանի թագավորին, Սենեքերի մարգային սպանում են եւ գնացին Հայաստան, այստեղ Հայաստան։ Երկրորդ մասը, փաստորեն առաջին մասը հիմնականում այդ մարգարեություններ են, սպառնալիքներ են, այո, այդ հարևան ազգերի ոչնչացման վերաբերյալ եւ այլն նրանց ոչ թե ոչնչացման, այլ լուրջ ծանր պատիժների եւ հրեաների իրենց անհավատության համար նաեւ հրեաների։ Իսկ երկրորդ մասը ավելի այսպես փոփանքի փրկության վերաբերյալ մարգարեություններ են եւ ինչպես քիչ առաջ էլ ասացի, ոչ միայն գերությունից ազատագրման, այլ ներքին գերությունից, մեղքերի գերությունից ազատագրման եւ այստեղ նաեւ նոր ժողովրդի Աստծո ընտրյալ նոր ժողովրդի, այսինքն քրիստոնեական շեշտադրումը դնում է, որ ոնց որ դուք սխալ ճանապարհի վրա եք, այո, սխալ ձեր ողջագեզների բանը դուրս չգալիս տեղ է, թե որ այստեղ էլ է։ դուք սրտերը կոտրեք, ձեր ծոմապահությունից պետք չի։ Այստեղ էլ է։ Չէ, ճիշտ է, ես ուրեմն հիշեմ, տեղ է։ Եւ այդ ժողովրդի համար, այսինքն քրիստոնեական եկեղեցու համար շատ հայլուն, շատ պայծառ ապագա է կանխորոշվում այստեղ։ Իհարկե մենք այդ բանը հիմա չենք տեսնում, երևի թե ավելի ուշ։ Շատ լավ։ Հիմա այդ երկու մասերի առանձին միավորների մասին մի փոքր խոսեմ։ Ուրեմն առաջին 6 գլուխների մեջ քննադատություն եւ սպառնալիքներ են հրեա ազգի մեղավոր ընթացքի դեմ եւ ուսադրող խոսքեր ուղղված հավատացյալների փրկությանը։ Հավատացյալներ, որ ասում ենք, երբեմն օգտագործում է մնացորդած, այսինքն այն մնացորդը, որը դեռևս կա, ընդ որում այդ մնացորդի մեջ կա պարզապես ազգը պահպանելու, այսպես ասեմ, հասկացողության, բայց կա զուտ հենց նաև Աստծուն հավատարիմ մնացորդ։ Այսինքն մնացորդի մեջ առաջին մասը այլ հրեաներին է վերաբերում։ Երկրորդ մասը, չէ, կտեսնենք, որ բնականաբար ինքը հիմնականում նույնիսկ հրեաների են հարավային թագավորության մասին է ինքը մարգարեանում։ Հյուսիսային թագավորության մասին շատ բաներ չի ասում ինքը։ Բայց ընդհանուր ամբողջ մարդկության մասին էլ է անդրադառնում։ Տեսեք, հաջորդ 6 գլուխները 7-ից 12-ը մարգարեություններ են Էմմանուելի մասին։ Էմմանուել կոչվում է Հիսուսը։ Հիշում եք, ահա կույսը պիտի հրեանա եւ որդի պիտի ծնի եւ նրա անունը Էմմանուել պիտի կոչվի։ Աստված մեզ մեջ, Աստված մեզ հետ, այո։ Մեր հետ թե մեզ հետ։ Հա։ Ընդ որում այդ մասում ոչ միայն այդ տողն է, այլ նաեւ մարգարեությունները նրա շնորհների, գործի եւ ընդհանրապես համաշխարհային թագավորության մասին։ Մենք հետո դրան մի փոքր նորից կանդրադառնանք։
Մոտ 10 գլուխներ մարգարեություններ են կռապաշտ ազգերի դեմ։ Ես պարզապես արագ թերթեմ ու նայենք միասին։ 13-րդ գլխից սկսած։ Բաբելոնի վախճանը, Բաբելոնի անկման հաղթական երգը, այլազգիների կոտորածի մասին, կործանվելու մասին, Մովաբի մասին, այնուհետև Դամասկոսի և նաև Իսրայելի մասին այստեղ Աստված նորից հանդիմանում է ուրիշ ազգերի, Եթովպիայի սուրհանդակներին, Աստված պատժելու է Եգիպտոսը, բավական մանրամասն ասում է, թե ինչ պիտի լինի։ Եգիպտոսը դառնալու է դեպի Տերը, այդպիսի մարգարեություններ կա։ Այնուհետև Բաբելոնի անկման մասին դարձյալ, Եդոմի անկման մասին և Տյուրոսի մասին, գիտեք, Տյուրոս, Սիդոն, այդ Ծովեզրեա, այդ քաղաքները։ Կյուրոսը քաղաք թե Տյուրոսը քաղաք է, բայց քաղաք պետության նման է, որոշակի մեծ տարածք։ Այդ Պարսկաստանի կա։ Չէ, դա միջերկրական ծովի մոտերքում։ Այ Կյուրեղի հետ հաշվի։ Կյուրեղը այդ Տյուրոս թագավորը, հա։ Պարսկական ոգիմը, հա։ Դրանք անդրադառնանք, հա։ Իր հրամանով է, որ ինքը Բաբելոնը կործանեց եւ իր հրամանով հрьяաները վերադարձան եւ Երուսաղեմ։ Բայց 4-5-րդ դարը թե ավելի։ 6-րդ դարը։ 6-րդ դարը։ Իսկ դարը Ալեքսանդրը նրան Ալեքսանդրը 3-րդ դարի։ Այսինքն այդ 6-ից մինչև 3-րդ դարերը դա եղել է պարսկական իշխանության տակ։ Դրա համար մինչև այլ չեցի։ Բայց պարսիկները իրենց նկատմամբ ավելի Շատ լավ են եղել, շատ բարի են եղել, այո։ Էլ ազատագրին էլ հետ ուղարկեցի։ Պահ է եղել, որ քիչ է մնում ոչնչացնեին, պահ է եղել, հա։ Բայց հետո բավական բարյացակամ վերաբերմունք իրենք ցուցադրել են այո։ Շատ լավ։ Հաջորդը մարգարեություններ են Աստծո գալիք դատաստանի մասին, մեղավոր ազգերի կործանում, Իսրայելի փրկություն, այսինքն շարունակվում է դա, եւ վերջապես Այստեղ Հուդան կորցրինք, հա։ Հուդան չեն կորցրել, չէ։ Հələ չեն կորցրել։ Հուդան Հյուսեյնն է։ Հուդան հարավային։ Ուտան Երուսաղեմն Իսրայելն է։ Հետո այդ երկու թագավորությունների չարչարանքների մասին, ազգերին սպասվող դատաստանի մասին եւ Աստծո ժողովրդի առատ օրհնությունը։ Աստծո ժողովուրդը եւ կարելի է Իսրայելը հասկանալ որպես առաջին ընտրյալ եւ հետագայում արդեն քրիստոնյա ժողովուրդները, որոնք պիտի Մեսիայի քարոզության, Մեսիայի փրկagorցության այդ խորհրդով հաստատվեին։ Երկրորդ մասը 3 միավորների է բաժանվում։ Նախ մխիթարական խոսքեր, որ մոտ է հрьяաների ազատագրումը Բաբելոնյան գերությունից, կռապաշտների ազդեցությունից, որը իրականանում է քիչ առաջ այդ ասված Կյուրոս թագավորի հրամանագրով, որ փաստորեն Բաբելոնից ազատում է իրենց, եւ հետո նաեւ շնորհում է, որ իրենք կարող են վերադառնալ, կառուցել Երուսաղեմի պարիսպները, կառուցել նաեւ իրենց տաճարը, որը կործանված էր այդ ժամանակ։ Ճիշտ է, Կյուրոսի հրամանագիրը չեն կարողանում միանգամից իրագործել, այնտեղ կողքի ազգերը նախանձում են ու չարախոսում են հрьяաների մասին, որ սրանք շատ ապստամբ, շատ չի ընդհարկվող, այսպես սեր են, հա։ Բայց հետո դե այնտեղ գիտեք, միշտ հավատարիմ մարդիկ գտնվել են, օգտակար մարդիկ գտնվել են, օրինակ Դանիելի մարգարեության մեջ էլ կա նման բաներ, մյուս մարգարեությունների մեջ էլ կան։ Հենց Եսթերի գիրքը, եթե հիշում եք Մուրդքեի մասին, հա, որ Մուրդքեն իմանում է, որ թագավորի դեմ դավ են պատրաստում, զգուշացնում է, փրկվում է փաստորեն, հետո հիշում է, որ ասում է լավ, որ Մուրդքեն ինձ այսպեսի լավություն արեց, ես ո՞նց եմ իրեն բանել, հա, ինչ ձևով եմ հատուցել, ասում եմ ոչ մի բան չես արել, կանչում հատուկ մի խոսքով պատիվներ է տալիս եւ այլն։ Այսինքն միշտ այդպիսի մարդիկ գտնվել են, գուցե որոնց շնորհիվ կամ նաև նրանց ազգականների շնորհիվ մի խոսքով այդ պատիվը ընդհանուր ազգի վրա տարածել են այդ շնորհները, բայց այդ բաների մասին Աստված զգուշացրել էր, որ եթե թագավոր եք ուզում, թագավորը այսպես պիտի անի, այսպես պիտի անի, մի խոսքով ձեր երեխաներին այսպես պիտի տանի պատերազմի, բայց ասել են հա չէ, մենք թագավոր ենք ուզում, ոչինչ։ Իրենք այդ թագավոր ուզելով իրականում ուզեցին նմանվել կողքի ազգերին, բայց դրանից իրենք տուժեցին, որտեղ Աստծո թագավոր լինելը մերժեցին։ Մինչ այդ Աստված պետական երկիր էր իրենց երկիրը։
այն դատավորների շրջանում, որ եթե ծանր էր վիճակը, չէ, մեկին ուղարկում էր մի հոգով կամ մի քանի 100 հոգով հազարների էր ջարդում ու ազատում էր։ Այդ չուզեցին իրենք ուզեցին կազմակերպված թագավորական տրագեդիան։ թագավոր ուզելով հрьяաների մոտ ինչ-որ մի բան կոտրվեց։ Կերպարանք բայց առակերպման պահին ինչ էր Մովսեսի հետ Եղիային կանչել, դե ոչ թե Եսայի։ Եղիա մարգարեներ չէ եկել, հետաքրքիր է, որտեղ Ուրեմն հայրերը այսպես են բացատրում, որ եկան Մովսեսը եւ Եղիան որպես կենթանի եղող եւ բարձրացած, հա, ինքը կենթանի բարձրացավ, չէ, կարգով բարձրացվեց, հրեղեն կարգով բարձրացվեց, մեկն էլ մեռերների աշխարհից եկավ։ Դրանով ցույց տալով, որ Հիսուսը իշխանություն ունի եւ ապրողների եւ մեռածների վրա։ Այսինքն իր իշխանությունը համատարած է, ամբողջ տիեզերքի վրա է։ Այս առումով։ Հիսուս մենակ իրանա հիշատակում, չէ, իր մասին է խոսում։ Նոր կտակարում Եսայի։ Այո։ Չէ, ինչի Եղիայի մասին էլ է խոսում։ Եղիայի մասին էլ է խոսում։ Բայց Դանիել, բան եւ այլն։ Օրինակ ասում է Եղիայի օրոք, ասում է շատ բաներ կային, այրիներ կային, բայց Եղիան ուղարկվեց Սարեփթացի այդ մի այրի կնոջ մոտ։ Նրան օգնեց, որ ինքը այդ քաղցեց, սովը հաղթահարի։ Նոր կտակարում մեզ համար Երևի իր մարգարեության բովանդակության առումով տոկոսային, հա, Եսային ամենաշատն է մարգարեացել Հիսուսի մասին։ Այդ առումով չգիտեմ, եթե մեծությունը դրանով փորձենք չափել, ինքը երևի ամենամեծ, ամենահեղինակավորն է համարվում։ Հրեաների մոտ ամենաընդունված, այսպես կարդացվող մարգարեությունն է, եւ իրենք շատ գնահատել են, շատ բազմացրել են իր գրքերը, համարյա բոլոր համայնքներում եղել են։ Եղիան էլ բարձրացել երկինք, հա? Մեկը Ենովք։ Ենովքը մինչև ջրհեղեղ է եղել։ Մարգարե չէ։ Չէ, ինքը պարզապես Աստծո առաջ արդար քայլող մեկն էր եւ Աստված դրան բարձրացրեց։ Երկուսն են, չէ՞ որ։ Երկուսն են, այդ երկուսն են։ Այո, կենթանի բարձրացված են։ Այո, դեռ երկնքում են, բայց գալու են։ Բանից առաջ, դատաստանից առաջ գալու են, իրենք պիտի սպանվեն ու հետո արդեն ընդհանուրի հետ հարց։ Ես հիշում եմ, որ երբ Քրիստոսը Մովսեսին ու Եղիային, չէ՞, Եսային դա չէ հարցը։ Չէ, Եղիային է բարձրացրել։ Բայց Եսայի մարգարեները, որ նշեցիք մարգարեություն արել, որ հույսը կհրյանա։ Այո։ Հիմա հրյաները հղվում են, չէ՞ Եսայի վրա։ Բնական է։ Դա չեն դեր սպասում։ Իրենք սպասում են։ Դիմացածը չէ, հələ լինելու է։ Իրանք գիտեն որ գալու Քրիստոս, բայց այդ Քրիստոս չեն արող։ Էսի ասма դու չես, դու ես Քրիստոս։ Գիտես իրենց մոտ ինչ հայտարարություն կա, ասում են, եթե այդ եկածը որպես մեսիա որ եկել է, եթե ինքը թագավորությունը չվերահաստատի, Դավթի այդ հզոր թագավորությունը մի խոսքով, հա, ինքը չէ մի խոսքով, հա։ Հա, հիմքը դա է։ Իրենք հիմնական հիմքը դրա վրա։ Իսկ այդ մարգարեություն կա, թագավորություն հաստատի։ Այդպես մարգարեություն կա, հա, որ թագավորություն պիտի հաստատի, բայց իրենք թագավորություն պիտի հաստատի, ընդհանրական խոսացած, չէ, ոչ թե աշխարհիկ թագավորություն։ Հա, ոչ թե աշխարհիկ թագավորություն։ Որ գրածով պիտի թագավորություն հաստատի, բայց իրենք իրենց ձևով են հասկանում, մի խոսքով եւ այդ ձևով քարոզում են ու դրանից այն կողմ աշխարհ իրենք չեն տեսնում փաստորեն։ Հիմա քինին այսքան աշխարհում որ քրիստոնյաները շատ են, գրեթե աշխարհի ամենածավալուն կրոնն է, հա, ասենք աշխարհի մեծ պետք։ Առայժմ իրանք են շատ։ Հա, ուզում ասեմ, Մենք էլ թագավորություններ չեն, հա։ Եթե իսկապես մենք այդ քրիստոնեական այդ հավատքը ճիշտ պահենք, այո, մենք այո։ Դեպի չարակ ես մի բան ասացի, մնացորդացի մասին խոսեցի, չէ՞։ Մնացորդած, դե հրեա ամբողջ ազգը համարվում է աստվածապաշտ, չէ՞։ Մնացորդած լինելու է դիցուկ ասենք թե 1 միլիոն օրինակի համար, հա, բայց դրանց մեջ կարող է լինել 10,000 ասենք հավատացյալ։ Այն մասը, որ իսկապես հավատքը ինքը կրում է եւ ապրում է, էլի, հա։ Հաջորդ մասը 49-ից մինչև 55 գլուխները Մեսիայի փրկչական գործունեությունն է։ Այդ մասը ես կուզեմ կարդալ, որ հասնենք այդտեղ, որ փաստորեն Աստծո ծառա է կոչվում, նկարագրվում են նրա չարչարանքները եւ ինքը անմեղ լինելով, որ զոհաբերում է իր ժողովրդի մեղքերի եւ բոլորի, ընդհանրապես բոլորի փրկության համար։ Այդ բոլորի փրկությունը շատ կարեւոր է, այսինքն Եսային չի սահմանափակվում հրեաների փրկության, բոլորի փրկությունն է նշում։
Եվ վերջապես վերջին 10 գլուխներում մոտավորապես բոլոր ազգերին կանչում է փրկության, իսկ Հուդային, որը հավատացյալ է, որը ինքը օրենք ունի, հորդորում է պահպանել այդ ունեցած օրենքը եւ այդպիսի մարգարեություն կա, գիտեք, ընդ երևի գայլը գառի հետ եւ այլն, հա, այդպես որ միասին պիտի մնան եւ այլն, ասենք մանուկը պիտի ձեռքը մտցնի ոցի բույնը եւ չպիտի խայթի, այդ տեսակ թակավորություն պիտի իրականացվի ու վերականգնվի։ Մանուկը փոխադարձ է։ Դե եթե ասում ենք մանուկ, մենք հասկանում ենք ընդհանրապես Աստծո հա, եթե մանուկը այդ Աստծո մեջ է, ուրեմն ինքն է, եթե ձեր Շատ լավ։ Ես մի փոքր եմ գրքի մասին, մենք շատ դանդաղ ենք առաջ գնում, այսպես որ գնա։ Այսօր ավարտենք։ Հա, այսօր ավարտենք, հա։ Շատ լավ։ Ես մի փոքր խոսեմ հազարպես գրքի մասին։ Գիրքը շատ բարձր վարդապետությամբ է առանձնանում բանաստեղծական ուժով, կենսունակությամբ, հստակությամբ, պարզությամբ, թափանցող մտքով, մեծ զգացողությամբ, ուժի վայելչությամբ, նաև նրբությամբ, գաղափարների հնարամիտ շարադրանքով, լեզվի դասական արտահայտչականությամբ, այս առումով ինքը արտահայտում է ճշմարտություններ, որոնք ժամանակավոր չեն, այսինքն միայն այդ ժամանակի համար ասված, այլ հավիտենական են եւ գաղափարներ, որոնք քրիստոնեական եկեղեցու կողմից ողջագրվել են եւ մինչեւ հիմա էլ օգտագործվում են։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ Մեսիայի անձը ուղիղ այսպես կապվում է նոր կտակարանի հետ եւ այն ամենը, ինչ որ մարգարեացել է Եսային, իրականացվել է նոր կտակարանի մեջ։ Ընդհանրապես մարգարեություններ Հիսուսի մասին մի քանի 100 է, բայց դրանց մեջ առանձնացվում են մոտ 60 մեծ մարգարեություններ, որոնք բոլորը իրականացվել են։ Եվ դրանց հավանականությունը, որ մի անձի մեջ է բոլորը իրականանան, մաթեմատիկական տեսակետից չնչին է։ Չի դեպորվել մեր։ Այս դա անհնար բան է խոսքով։ Դա անհնար է, որովհետև բոլորը իրականանան մի անձի մեջ։ Զորով ստեղծած ինչ որ մի հատ կերպ։ Ասենք անձի Քրիստոս չէ։ Տվյալ դեպքում Քրիստոս է։ Դե գիտեք, ասենք մաթեմատիկորեն այսպեսի մի հաշվարկ կա, որ ավելի ճիշտ մաթեմատիկորեն չէ, ընդհանրապես հաշվարկված է, որ եթե որևէ բանի հավանականությունը մեկը բաժանած 10-ի 50 աստիճան կամ դրանից փոքր է, դա չի իրականանում։ Դա հնարավոր չէ իրականանալ։ Այստեղ ամեն մեկը եթե նայենք թե ինչքան է հնարավոր ինչ-որ մեկի մեջ իրականանա եւ այդ բոլորը անկախ են իրարից բազմապատկենք, 10-ի ոչ թե -50 աստիճան, այլ նաեւ ավելի փոքր մի քիչ կլինի։ Շատ կարեւոր է որ բնագիրը, այս մարգարեության բնագիրը պահպանվել է համարյա անվնաս, որտեղ գիտեք 20-րդ դարում նույնիսկ ձեռագիր են հայտնաբերել եւ համեմատել են հունարեն թարգմանության հետ, շատ մի խոսքով իրար մոտ են, այսինքն աննշան ոչ էական տարբերություններ կան։ Իրենք հрьяաները իրենց բնագիրը ոչ միայն Եսայի մարգարեության, այլ ամբողջ 5 գտականյան բնագիրը, գիտեք, փոխել են, հավաքել են մոտավորապես 100 թվականին Քրիստոսից հետո, բոլոր ձեռագրերը ոչնչացրել են եւ նոր ձեռագիր են կազմել, ամեն բան համանքի համար ու տարածել։ Այնտեղ իրենք նախ այնպիսի մի բան են արել, ճշգրտումներ են արել, իրենց ձայնավորներ չունեն։ Այդ ձայնավորների համար նշաններ են ավելացրել վաղաձայների վրա, որ իմանան դրանից հետո ինչ ձայնավոր պիտի կարդացի։ Բոլոր տառերը, բոլոր բառերը տարբերությունների մեջ հաշվարկել են, որ հանկարծ ինչ որ մեկը հետագայում չկարողանա այդտեղ մի բան փոխել։ Այսինքն, որ 5 տականյան այդ բանին, տեքստին որևէ մեկը չկարողանա բան ավելացնել կամ պակասացնել։ Բայց իրենք արել։ Իրենք այդ բանի ժամանակ արել են։ Այս նոր խմբագրությունները բաժանում են։ Հնիշ այդ 5 խմբագրությունը չկա, չէ՞։ 9-ը լրիվ ոչնչացել։ 9-ը այսօր գտել են, սա այսօր ասում են Քրիստոսից առաջին դարի ձեռագրեր գտել են, այս վերջերս 20-րդ դարի Մերվյալ ծովի այդ ձեռագրերը, այո, դրանք համեմատել են եւ տեսել են, որ հունարեն բնագրի հետ շատ մոտ են, բայց իրենց արածի հետ որոշ բաներ կան տարբերություն։ Մենք Եսայի մարգարեան որ կարդում ենք, դրանց վերամշակած։ Այս հունարենն է, սա թարգմանվել է Քրիստոսից առաջ 3-րդ դարում։ 70-ական թարգմանություն չի եղել։ 70-ից թարգմանությունն է արել։ Մեր գրապարը 70-ից։ Մենք մատենադարանն ունենք 1800-ականից, այսինքն մենք օրիգինալը պահել ենք։ Օրիգինալը փաստորեն պահվել է հունարեն տեքստով։ Չէ, եբրայերեն բան ունենք։ Բայց 1800 այդ գալիս առաջի դարից։ Առաջի դարի։ Առաջի դար Քրիստոսն է, առաջի դար նախքան Քրիստոսը, թե։ Նախքան Քրիստոս։ Ասենք 2100 տարի առաջ է։ Իսկ նա եղել է 2370 տարի առաջ։ 270։ Այդ մեծ ընթացքում են բանը խմբագրել։ Սիտուացիոններ, այդպես Որ ընթացքում նկատվեց։ Տարբեր նպատակներից եղել։ Իրենց հիմնական խմբագրությունը եղել է Քրիստոսից առաջ 5-րդ դարում։ Եզրաս քահանայի ձեռքով, դրանից հետո միջամտություն չի եղել։ Այսինքն այդ ժամանակ մի քիչ դժվար էր բոլոր տեղերում տարածված բան եւ այլն, համենայն դեպս ինքը հավաքել էր բոլոր տեքստերը
մի վերջնական Որը խմբագրություն։ տեքստերը որ ասում ենք 8 դարի ընթացքում է չէ գրվել։ Մովսեսը ինքը գրել է Քրիստոսից առաջ մոտ 1400 տարի առաջ, 1400-1500։ Հետո գրվել է արդեն Սաղմոսների գիրքը, Մինչ այդ 400 տարի առաջ է, էլի։ 400 տարի։ Ավելի Մոտ 400։ Մոտ 400 տարի առաջ դուրս են եկել Բայց ասենք բանը այդ մարգարեների գրքերը Մովսեսի գրքերից սկսած այդ առաջին եւ մնացած հեթանոսների ինչ հետաքրքրասիրություն են ունեցել ու դրանք Ուիները ասենք որպես ինչ են տակոնել ինչ արժեք ա եղել ընդունել են որ Այո, արժեք է եղել։ գիտական արժեք ա ներկայացել Ոչ միայն գիտական, այլ նաև կրոնական։ Որտեղ հрьяաները տարածված են եղել ընդհանրապես հունական տարբեր երկրներում, հունախոս տարբեր երկրներում եւ համեմատել են իրենց վարք ու բարքը, իրենց հավատը, իրենց իմաստությունները եւ այլն ու արժեք են տեսել դրա մեջ թագավորը Տորմիոսը հիմնականում նաև արվել է հենց հունախոս հрьяաների համար մասնավորապես բայց այդ ժամանակ միմյանց գրականությամբ իրենք հետաքրքրվել են մանավանդ հոգևոր գրականությամբ շատ այդպես գրականություն դե դիցաբանական բաներ եղել են Հունաստանում ասենք արդեն բայց սա հետաքրքրել է իրենց եւ դա լուրջ տարածում է ունեցել Իսկ այդ որ թարգմանել են 270 թվականին 5 տակարան դա արդեն տարում չեն թարգմանել Պարզա թարգմանել են այն ոչ փոփոխված չէ հա նախկին այդ նախկին հրյաները վերացրել են նախկինը բայց տեսեք այդ մերյալ ծովի ձեռագրերը որ կան դրանք օրիգինալներ են էլի հրավերն է չէ՞ թե մերյալ ծովի Չէ Անգլիացի Անգլիացի ավելի դե Չնայած բանը երբ սաղենում է իդի ավելի լավ է հրավերը Ռոքվելերի թանգարանում Երբ են գտել դա Հարաշնական պատերազմից հետո 1900 նոր էսպես չէ Իգիտեմ 1800 Եվ դա մեծ արժեք է, մեծ արժեք է եւ շատ լուրջ փոփոխություններ են եղել դրանից հետո աստվածաբանական տարբեր խնդիրների հարցում։ Հիմա տեսեք, կարդալու մասին ես մի փոքր խոսեմ, էլի, կարդալու մասին։ Պետք է կանոնավոր կարդալ։ Պետք է կարդալ, այսպես ասեմ, գրելով։ Օրհնյալ Տեր մեծ Հիսուս Քրիստոս ամեն։ Ըստ հանգստյան զաղոթս եւ ծաղաչանս ընկալ մարդասեր Աստված հաճույք բարերար կամացքոց, մեր մեղած եւ մեր բազում հանցանած ընթողություն շնորհյա եւ քեզ փառք հավիտյանս ամեն։ Փառք քեզ Տեր Աստված մեր, որ պարգևեցեր զորս այս բարյավ եւ խաղաղությամբ անցոց անել։ Օրհնյալ Մարդասեր Աստված, զառաչակա գիշերս, որի վերա մեր գալոց է, իմ եղած փրկյա, իչարյաց ազատյա, եւ ի գործս բարիս առաջ մորթյա։ Առավոտու օրհնությանցն եւ փառաբանությանցն արժանի արա, Զամենայն հավատացյալս անվանդ քում սրբո եւ պահյայի խաղաղության։ Ամեն։ Տեր Աստված մեր, տուրս քո խաղաղություն ամենայն աշխարհի, Բարդ ըսցասումն եւ ըսպատու հասնի հարարացոց։ Ամեն։ Ողորմյա հարց եւ եղբարց մերոց, կենթանյաց եւ հանգուցելոց։ Ողորմյաց եկեղեցի շինողած, երախտավորած պտղատվից, ըսպասավորած եւ այն օցիկ, որ քնթովանյա սրբո եկեղեցվոյեն հանգուցյալ։ Տեր Աստված, օգնյաթակավորած են Քրիստոնեից եւ իշխանած են բարեպաշտից, զորած եւ զավակած նոցին, պահելով ի խաղաղ
խաղաղության։ Տեր Աստված մեր, պահյազ առաջնորդս և սեղպայրությունս մեր, ամբողջ և անխռով, իգամս ողորմության քո։ Նշանավ սուրբ և պատվական խաչիվքով, հալացյա զերևելի և զաներևույթ թշնամին, ի սահմանած մերոց և ի բնակոթենես մեր հրկյա ազմեզի հռույն հավիտենից և քեզ փառք հավիտյանս ամեն։ Օրհնյալ Տերերուտի շնորհած սրբոհոգույն, երթայքի խաղաղություն, և Տեր մեր Հիսուս Քրիստոս եղեցյանցես, ընդամենեսյանը, ամեն։